Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1391-րդ օրն է, այսօրվա օրը լի է երեկվանից սկսված իրադարձություններով, վստահ եմ, որ շատերդ նոր օրը սկսել եք մեր տելեգրամյան ալիքով, որտեղ դիտեցիք Ռուսաստանին հասցված հարվածների ոգեշնչող կադրերը, մասնավորապես Բելգրադին, Մոսկվային, Աստրախանին, վստահ եմ, որ շատերը սպասում էին այն ժամանակներին, երբ Ռուսաստանը այլևս չի կարողանա անպատիժ ռմբակոծել կամ վախեցնել, մենք ականատես ենք լինում Պուտինյան Ռուսաստանի փլուզման սկզբին, շատերը սպասում էին Մոսկվայի վրա հարվածների կանոնավոր կադրերի, դրանք արդեն պարբերաբար հայտնվում են, բայց դեռևս այն մասշտաբի չեն, որը մենք կցանկանայինք, բայց դա ընդամենը ժամանակի հարց է։ Հիշում եք, երբ եթերներում մի քանի ամիս առաջ խոսում էի այն մասին, որ ռուսական ինքնաթիռները օդում քանդվում են, շատերը մեկնաբանություններում գրում էին մի հորինիր, այդ ամենը սուտ է, բայց երեք արդեն հայտնվեցին կադրեր, թե ինչպես ռուսական տրանսպորտային ինքնաթիռը քանդվեց ուղիղ տեսախցիկների օբյեկտիվի առաջ։ Այժմ արդեն բոլորը տեսան, այդ թվում մեր տելեգրամյան ալիքում, թե ինչպես է դա տեղի ունենում։ Երբ խոսում էի Ռուսաստանում առկա խնդիրների մասին, դա պարզապես փաստերի արձանագրում չէր։ Դա նաև նախազգուշացում էր Ռուսաստանում գտնվող մեր հայրենակիցներին, հատկապես նրանց, ովքեր չեն աջակցում Պուտինին, զգուշացում էր այն մասին, որ նրանց կյանքը վտանգի տակ է։ Ես բազմիցս խոսել եմ անվտանգության անհրաժեշտ միջոցների մասին, այն մասին, որ Պուտինյան Ռուսաստանը վտանգ է ներկայացնում ոչ միայն իր հարևանների, այլև հենց ռուսաստանցիների համար, հատկապես էթնիկ խմբերի։ Թե ինչու մեզ Ուկրաինայի հայերիս ոչ ոք ժամանակին չզգուշացրեց Պուտինյան ագրեսիայի վտանգների մասին, թող մնա նրանց խղճին, ովքեր դա չարեցին, բայց ես մարդ եմ, որ ծնվել է Հայաստանում եւ վերջնականապես որպես անձնավորություն ձևավորվել եմ արդեն Ուկրաինայում, ես ունեմ իմ սեփական հայացքներն ու դաստիարակությունը եւ հիմնական սկզբունքներն են երբեք չթողնել հայերին դժբախտության մեջ եւ հնարավորության սահմաններում օգնել։ Ոմանք այդ օգնությունը ընդունում էին երախտագիտությամբ, ոմանք վիրավորանքով, հայհոյանքով, բայց ես հասկանում եմ պարտվածներին, նրանց, ովքեր կարծում էին, թե Ուկրաինային մի քանի օրում կհաղթեն եւ իրենք կհամարվեն հպարտ ռուսաստանցիներ, բայց ոչ, Ռուսաստանը չկարողացավ հաղթել Ուկրաինային եւ հպարտ ռուսաստանցիների փոխարեն այդ մարդիկ դարձան աշխարհի մերժվածները, անհաջողակներ, որոնք իրենց համարում էին հզոր, լրիվ անհիմն հորինվածքներով։ Բայց այսօր հարվածներ են ստանում այդ անհաջողակները հենց արդեն իրենց քաղաքներում, Ռուսաստանի տարբեր մարզերում։ Ես բոլորին լավ եմ հասկանում, հարգում եմ նրանց, ովքեր մնացել են մարդ եւ հասկանում եմ նաեւ այն ցավը, որը կրում են պարտվածները։ Այո, պուտինիստներին ես արհամարում եմ, բայց հասկանում եմ նրանց վիճակը, թե ինչ են նրանք հիմա ապրում եւ նրանց ցանկացած մեկնաբանություն մեր եթերի տակ այդ հստակ պատկերի ներկայացումն է։ Այսօր քաղաքական իրադարձությունների եւ ռազմաճակատում տիրող իրավիճակի քննարկումից բացի կցանկանայի ձեզ հետ խոսել նաեւ այն մասին, թե ինչ օգտակար դասեր կարող են քաղել հայաստանյան քաղաքական շրջանակները տեղի ունեցող այն ամենից, ինչը որ տեղի ունենում Ուկրաինայի շուրջ, քանի որ արդեն առիթ ունեցել եմ ասել, մենք ապրում ենք ժամանակներում, երբ տեղի են ունենում աննախադեպ իրադարձություններ։ Մինչ մեր հաղորդման մյուս թեմաներին եւ առաջնագծի լուրերին անցնելը, խնդրում եմ օգտագործել YouTube-ի գործիքները մեր եթերի առաջ խաղացմանը խթանելու համար։ Խնդրում եմ լայքեք եւ եթե հնարավոր է կիսվեք մեր հեռարձակմամբ սոցիալական ցանցերում։ Հիշեցնեմ նաեւ, որ օրական 24 ժամ կարող եք տեղեկանալ Ուկրաինայի եւ Ուկրաինայի շուրջ նորությունների մասին մեր Telegram-յան ալիքից, QR կոդը ձեր էկրաններին է, բաժանորդագրվեք եւ վայելեք։ Երեկվանից սկսած ինձ հաճախ հարցնում են մեր հայ բարեկամները Ուկրաինայի կողմից ՆԱՏՕ-ից հրաժարվելու հնարավորության մասին, որը Զելենսկին հնարավոր է համարել, ինքնին հարցը մեծ մասամբ պայմանավորված է ռուսական քարոզչությամբ։ Այդ ռուսներն են ասում, թե իբր պատերազմը սկսվել է մեր ՆԱՏՕ-ին կամ Եվրոմիությանը ձգտելու պատճառով, սակայն ես վստահ եմ, որ մեր լսարանի առնվազն մեծ մասը գիտի, որ Ուկրաինան պարզապես ձգտում է իսկապես անկախ լինել, օգտագործել իր լեզուն, զարգացնել իր մշակույթն ու տնտեսությունը առանց որևէ մեկին նայելու կամ ինչ-որ բան հարցնելու։ Եվ այդ միջոցներից ՆԱՏՕ-ն դիտարկվում էր որպես անվտանգության միջոց, իսկ անդամակցությունը կամ առայժմ Եվրոմիության ասոցիացված անդամ լինելը, բացի ընդհանուր արժեքներից, նաև համարվում էր երկրորդային շուկաներից, Ասիայից ու Աֆրիկայից, բացի մեր տեղական արտադրանքի համար նոր շուկաներ փնտրելուն, չէ՞ որ Եվրոմիությունը ունի լավ վճարունակ շուկա, մենք կարող ենք համատեղել եվրոպական շուկան, ասիական եւ աֆրիկական շուկաների հետ, ինչը հիմա մեծ հաջողությամբ էլ արվում է։ Այդ պատճառով ուկրաինական կողմի դիրքորոշման մասով
բանակցային տարրերի վերաբերյալ հարցադրումը ինքնին արտահայտում էր իրադարձությունների ոչ ամբողջական պատկերացմամբ, այսինքն ռուսաստանյան ռոպագանդայի պատկերի հիման վրա էին հարցեր առաջանում։ Այդ պատճառով որոշեցի այսօր ավելի շատ վերլուծական ֆորմատով եթեր անել, իհարկե ռազմաճակատի ու քաղաքական լուրերին նույնպես կանդրադառնանք։ Շատերին թվում է, թե ինչ-որ բան որոշվում է Բեռլինում։ Այո, ինչ-որ բաներ բանակցվում են, բայց հիմնական որոշումները չեն կայացվում Բեռլինում, որտեղ անցկացվում են բանակցությունները։ Հարցերն ու ճակատագրերը որոշվում են Կիևում, Վաշինգտոնում, ինչու՞ չէ Երևանում, բայց ամենակարևորը այլևս ոչ Մոսկվայում, քանի որ Ռուսաստանը սկսել է պարտվել եւ ժամանակ շահելու համար դիմել է Ամերիկայի օգնությանը, որպեսզի չկործանվի։ Բեռլինում տեղի ունեցան կարևոր իրադարձություններ, բայց ամենակարևորը մենք ենք Ուկրաինայում իրավիճակի մեր տեսակետը, մեր քայլերը, թշնամու դեմ մեր հարվածները եւ մեր Հայաստանն է կարևոր, որ կարող է եզրակացություններ անել այս ամենից։ Դուք գիտեք, որ ես ձեզ չեմ ծանրաբեռնել քննարկող հնարավոր փաստաթղթերի մանրամասներով, որոնք դարձել էին բանակցությունների առարկա։ Ես խնայել եմ ձեր ժամանակն ու նյարդերը, որպեսզի դուք հանգիստ կարողանաք տեսնել ինչ է իրականում տեղի ունենում եւ ինչ հեռանկարներ ունեն տարբեր նախաձեռնությունները, հատկապես երբ խոսքը վերաբերվում է Թրամփին, որը բարդ իրավիճակների կարգավորման հարցերի ոլորտում ամենահաջող կերպարը չէ։ Նա բավականին մակերեսային մարդ է եւ ավելի շատ առևտրական է, քան քաղաքական գործիչ, շատ ամբիցիոզ առևտրական։ Այսօր ուզում եմ կարճ անդրադառնալ այն գործոններին, որոնք շատ ավելի մեծ ազդեցություն ունեն իրավիճակի վրա, քան այսպես կոչված խաղաղ նախաձեռնությունները կամ օրինակ Թրամփի ռազմավարությունը, որը օրերս հրապարակվել էր եւ որի վերաբերյալ մենք ներկայացրեցինք եվրոպական առաջնորդների արձագանքները ու իմ վերլուծությունը դրա իրատեսության մասին։ Հիշում եք երևի, որ ՆԱՏՕ-ին Թրամփը ցանկանում էր երկրորդական դեր տալ, Եվրոպային երկրորդական դեր տալ, ինքը ուզում էր առանձին իր տեսլականը զարգացնել, քանի որ կարևոր չէ մեդիայում ստեղծված աղմուկը, այլ կարևորը մեր դիրքորոշումն ու քայլերը։ Այստեղ առանցքային են Ռուսաստանի նկատմամբ մեր հարվածները, օրեցօր շատացող, Եվրոպայի եւ ԱՄՆ կոնգրեսի արձագանքը Թրամփի տեսլականներին ու քայլերին եւ այդ ամենից բխող իրավիճակը, որը ձևավորում է իրականությունը, այլ ոչ թե այն դատարկ խոսակցությունները, որոնք շրջանառվում են ԶԼՄ-ներում կամ այսպես կոչված փորձագետների շուրթերից։ Ես ինչպես գիտեք, քաղաքտեխնոլոգիայում ես մոդելավորում եմ այն իրավիճակները, որոնք հետո քաղաքական գործիչները իրագործում են, իսկ հետո ինչ որ մեկը քննարկում կամ վերլուծում է։ Եվ այսօր ես ցանկանում եմ կարճ ներկայացնել այն ռակուրսը, որով ես նայում եմ տեղի ունեցողին եւ հնարավոր զարգացումներին։ Բոլորիս հայտնի Deep State-ը, որոնք ֆիքսում են մարտի դաշտում իրավիճակը, հետաքրքիր տեղեկատվություն ներկայացրեց ռեալ փաստերի վրա եւ այսօր դրանց նայելով փորձենք քայլել առաջ։ Դոնեցկի ամբողջ մարզը օկուպացնելու համար Պուտինի օկուպանտներին անհրաժեշտ կլինի առնվազն 3 տարի բարենպաստ պայմանների համադրության դեպքում, հայտնում է Deep State-ը։ Վերջին 3 տարիների եւ 8 ամիսների ընթացքում, այսինքն 44 ամիս կամ 1350 օրում, թշնամին կարողացել է գրավել Դոնեցկի մարզի ընդամենը 23%-ը, իսկ Ուկրաինայի պաշտպանության ուժերի վերահսկողության տակ շարունակվում է մնալ 22.6%-ը։ Դրանից առաջ գրավվածը դա 14 թվից ռուսների կողմից գրավվածներ, խոսքը լայնածավալ պատերազմի իրադարձությունների մասին է։ Եվ այժմ հարց է առաջանում. արդյոք Պուտինյան Ռուսաստանը ունի լրացուցիչ 3 տարին եւ բարենպաստ պայմանները Դոնեցկի մարզի ամբողջական զավթման համար։ Պատասխանը ակնհայտ է՝ իհարկե ոչ։ Հակառակ դեպքում Ռուսաստանը օգնության համար չէր դիմի Թրամփի շրջապատին, Պուտինը նույնիսկ պատրաստ է կիսվել սառեցված գումարներով, նա միևնույն է դրանք ցանկացած դեպքում արդեն կորցրել է։ Առայժմ չկա որևէ այլ հեռանկար այդ գումարների մասով։ Պուտինը կիսվելու ակնարկով այդ կերպ փորձում է խաղալ Թրամփի առևտրական բնազդի վրա եւ փաստացի գնել այն, ինչը գոնե մասնակիորեն կարող է հետո իր ժողովրդին ներկայացնել որպես հաղթանակ։ Չէ՞ որ նույնիսկ մեզ դիտող լսարանում քիչ չեն մարդիկ, որոնք իրավիճակին նայում են այն պատկերով, որը տասնամյակներ շարունակ ձևավորվել է ռուսական քարոզչությամբ։ Շատերը օրինակ չեն խորանում այն փաստի մեջ, որ Ռուսաստանը Ղրիմը գրավեց ոչ թե այդ հորինված ռուսալեզուների պաշտպանելու համար, այլ ռազմավարական առավելություն ստանալու համար։ Սակայն արդյունքում այնտեղից դուրս բերեց իր ռազմածովային նավատորմը, որպեսզի այն վերջնականապես չկործանվի ուկրաինական դրոնների հարվածներից, այսինքն ռազմավարական առավելություն ձեռք չբերեց։ Շատերը պարզապես նայում են քարտեզին եւ մտածում, ահա գրավել են, ուրեմն ունեն առավելություն։ Սա մակերեսային մոտեցում է։ Մինչդեռ մարդիկ հաճախ աչքաթող են անում այն փաստը, որ այդ գրաված տարածքները վերածվել են առանց բռնակի ճամպրուկի եւ ծառայում են միայն որպես քարոզչական վարակույր միամիտների տեսողական խաբկանքի համար։
Կամ հիշեք օրինակ, թե ինչպես Պուտինը ցանկանում էր ստեղծել այսպես կոչված բուֆերային կամ սանիտարական գոտին, իբր ռուսական բնակավայրերը մեր հարվածներից պաշտպանելու համար։ Այո, նրանք մտան Սումիի մարզի մի քանի գյուղեր եւ նորից Խարկովի մարզ, բայց արդյոք Պուտինը հասավ իր նպատակին։ Ինչպես տեսնում ենք Ուկրաինայի Ռուսաստանի տարածքին ամենօրյա հարվածներից ոչ միայն սահմանամերձ տարածքներին, այլ նաեւ Մոսկվային եւ ավելի հեռու գտնվող թիրախներին, պատասխանը ակնհայտ է՝ ոչ, Պուտինը չհասավ իր նպատակին։ Այժմ եկեք նայենք Թրամփի հայտարարություններին, նրա ձգտումներին ու իրագործմանը։ Իր նոր ռազմավարությունը ներկայացնելուց հետո Թրամփը կոշտ հակազդեցություն ստացավ ոչ միայն եվրոպական քաղաքական էլիտայից, այլև սեփական կոնգրեսից։ Առանց օրենսդիրների աջակցության Թրամփը չէր կարող լիարժեք իրականացնել իր ծրագրերը։ Իսկ կոնգրեսը իր վերջին որոշմամբ հաստատելով ԱՄՆ պաշտպանական բյուջեն եւ ամրագրելով օգնությունը Ուկրաինային զրոյացրեց Թրամփի նույնիսկ այն հայտարարությունները, թե Ամերիկան չի օգնում այլևս Ուկրաինային, այլ միայն զենք է վաճառում, այն էլ ՆԱՏՕ-ին։ Այո, Ուկրաինայի նախատեսված օգնության գումարը այնտեղ խորհրդանշական է՝ 2 տարվա համար $800 միլիոն, սակայն կարևորը հենց փաստն է, որ Թրամփին զրկեցին անգամ այս հռետորաբանությունից, այս հարցում իր նախընտրական խոստումը իրականացնելու հնարավորությունից։ Նույն կերպ կոնգրեսականները խնդիրներ ստեղծեցին Թրամփի համար նաև ՆԱՏՕ-ից ինքնակամ դուրս գալը եւ Եվրոպայից ամերիկյան զորքերի դուրս բերելու հարցում նույնպես խոչընդոտներ ստեղծեցին։ Փաստացի Պուտինի երազանքները թաղվեցին, սակայն այս ուղղությամբ դեռ պայքար է սպասվում, չշտապենք։ Դա պայքար է, որի համար Թրամփի վարչակազմը ունի արդեն ավելի քիչ ռեսուրսներ, քան մի տարի առաջ, քանի որ վարկանիշները ընկնում են, իսկ դեմոկրատները սկսել են հաղթել այնպիսի ընտրատարածքներում, որտեղ վաղուց չէին ունեցել հաջողություններ։ Այսինքն ոչ միայն Պուտինն է մաշվում, այլ նաև Թրամփը։ Իրականում մենք այսօր ունենք ոչ թե իրական հնարավորությունների, այլ միայն մտադրությունների հռչակման մասին, այսպես կոչված ամերիկյան նոր ստրատեգիայի կամ ավելի ճիշտ Թրամփի նոր քաղաքականության վերաբերյալ, որի մասին Պուտինը կարող էր այդքան շատ երազել։ Հենց այդ պատճառով է կարևոր, թե ինչ ենք մենք մտածում եւ ինչ ենք մենք անում, ինչպես ենք զարգացնում մեր ռազմարտունաբերական համալիրը եւ ապահովում մեր տնտեսության գործունակությունը։ Իսկ մենք անում ենք եւ հասնում ենք բավականին մեծ արդյունքների, թեև մեր երկրի նախագահի դեմ գործարկված է վարքաբեկման մեխանիզմ եւ տարբեր ռադիոազատություններ պարբերաբար իրականացնում են քարոզարշավներ ուղղված Զելենսկու վարկանիշը նվազեցնելու համար։ Իհարկե, ռադիոազատությունն ու նմանատիպ շատ կառույցներ դա անում են խոսքի ազատության քողի տակ, բայց մենք բոլորս հիանալի հասկանում ենք այդ ամենի պատճառները եւ դիմադրում ենք իրական քայլերով, ոչ թե PR-ով։ Ես բազմիցս ասել եմ, որ ամենակարևորը իրավիճակի ճիշտ գնահատումն է, հենց ճիշտ վերլուծությունն է օգնում լուծումներ գտնել, նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում։ Եվ իմ երազանքն է, որպեսզի հայկական քաղաքական շրջանակները դառնան համաշխարհային քաղաքական գործընթացների մի մասը եւ ունենան հնարավորություն պաշտպանելու Հայաստանի շահերը իրական քաղաքականության հիման վրա։ Շատ կարևոր է մարդկային ֆակտորը, ոչ միայն ինստիտուցիոնալ, եւ անձնական կապերը, անձնական ազդեցությունը, սեփական հնարավորությունների ճիշտ օգտագործումը կարող է մեծ էֆեկտ տալ, հենց նույն Ուկրաինայի օրինակով, ինչի համար ես այս եթերները նաեւ ներկայացնում եմ ոչ միայն զուտ տեղեկատվական, այլ նաեւ վերլուծական իմաստով։ Իդեպ Բերլինում արդեն ավարտվել են Զելենսկու բանակցությունները Թրամփի, Փեսայի եւ նրա ընկեր Ուիտքոֆի հետ։ Երեկոյան սպասում են բանակցություններ արդեն եվրոպացի գործընկերների հետ։ Մեր Telegram-ում մենք ձեզ ամեն ինչ մանրամասն կներկայացնենք։ Ասեմ, որ արդեն կան նոր հարցումների արդյունքներ ուկրաինացիների վերաբերմունքի մասին ՆԱՏՕ-ի եւ Ամերիկայի նկատմամբ։ Հավանաբար վաղվա եթերում կպատմեմ ձեզ դրանց մասին։ Վերաբերմունքը փոխվել է եւ շատ։ Դեկտեմբերի 15-ի գիշերը Մոսկվան խոցել են բարի դրոնները, ռուսական մայրաքաղաքում լսվել են բազում պայթյուններ։ Պայթյունները եղել են հիմնականում Մոսկվայի Իստրինսկի շրջանում։ Դրոնների հարձակման պատճառով ժամանակավորապես դադարեցվել է Դոմոդեդովոյի եւ Ժուկովսկի օդանավակայանների աշխատանքը։ Ռուսական կողմը շատ է ջանում, որպեսզի քողարկի դրոնների աշխատանքի արդյունքները, բայց միևնույնն է մենք կիմանանք եւ դες անպայման կհայտնենք։ Ավելի ցավոտ էին եղել հարվածները 3 Բելգրադի մարզին, Աստրախանի մարզին եւ մի շարք այլ շրջանների, որոնք սահմանակցում են Ուկրաինային։ Ես առավել կցանկանայի ուշադրություն դարձնել Կասպիական տարածաշրջանի պատերազմում ավելի ու ավելի ներգրավվելուն, Ուկրաինայի անվտանգության
գործողության ծառայության SBU-ի դրոնները 4-րդ անգամ այցելել են Կասպից ծովի տարածաշրջան եւ վերջին շաբաթվա ընթացքում 3-րդ անգամ հարված հասցրել Ռուսաստանի նավթարդյունահանող հարթակներին Կասպից ծովում։ Այս անգամ հարվածի է ենթարկվել Կարչագինի անվան նավթի գազի կոնդենսատի արդյունահանող հարթակը։ SBU-ի դրոնների հարձակման արդյունքում վնասվել են օբյեկտի ռազմավարական կարևոր սարքավորումները, արտադրական գործընթացները պլատֆորմայում դադարեցվել են։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին եւ 12-ին SBU-ի դրոնները արդեն հարվածել էին Ֆիլանովսկի եւ Կարչագինի անվան նավթարդյունահանող հարթակներին, պլատֆորմաներին։ Ֆիլանովսկի անվան հարթակը հանդիսանում է Ռուսաստանի եւ Կասպիական ռուսական հատվածի ամենամեծ հետազոտական հարթակներից մեկը։ Նրա պաշարները կազմում են 129 միլիոն տոննա նավթ եւ 30 միլիարդ խորանարդ մետր գազ։ Բացի այդ, դեկտեմբերի 12-ին հիշեցնեմ հարվածվել են 2 նավեր ռուսական, որոնք տեղափոխում էին զինամթերք Իրանից, այսինքն Կասպից ծովը գնալով ավելի է ներգրավում պատերազմի թատերաբեմ։ Առաջնագծում տեղի է ունեցել 158 մարտական բախում, մարտերը համառ են, մերոնք կոտրում են ռուսների դիմադրությունը շատ ուղղություններում, զգացվում է, որ բարոյալքված են ռուսները, բայց ռուսական հրամանատարությունը շարունակում է նորանոր ուժեր ներգրավել, փորձելով այդպես զսպել մեր ուժերին, բայց այդ մասին այլ եթերում կպատմեմ, մեր Telegram-ում կտեղադրենք Կուպյանսկի գործողության մանրամասները, եթե հետաքրքիր է տեղեկացեք, թե ամսաթվերով ինչպես է տեղի ունեցել գործողությունը եւ թե ինչպես են ռուսները խոսել հաղթանակից ու գրավումից, երբ արդեն գիտեին, որ պարտվում են եւ շրջապատման մեջ էին իրենք հայտնվել։ Այսինքն ակնհայտ ստել են ռոպագանդայի, միգուցե մեդալների համար, ինչպես իրենց մոտ շատ հաճախ լինում է։ Ուկրաինայի գլխավոր շտաբի գնահատականով լայնամասշտաբ պատերազմի սկսվելուց ի վեր ռուսական զորքերի ընդհանուր կորուստները կազմել են արդեն 1,189,470 օկուպանտ, ավելանալով եւս 980 ոչնչացված ռուս օկուպանտով 3 օրվա ընթացքում։ Մեկ օրում ոչնչացվել է նաեւ 900-ից ավել ռուսական զենք եւ զինամթերք։ Երկուշաբթի օրվա եթերը այսքանով եզրափակեմ, խնդրում եմ չմոռանալ լայքել եւ տարածել մեր եթերը։ Ձեզ մաղթում եմ ամենալավն ու բարին, հուսամ այսօրվա եթերը կարևորեցիք, շատ կխնդրեմ մաքսիմալ տարածել եւ չմոռանալ բաժանորդագրվել ալիքին։ Այսօրվա համար այսքանը, հույս ունեմ կհանդիպենք արդեն վաղը էլ ավելի լավ լուրերով։ Բարով մնաք, մինչ նոր հանդիպում։